Օրակարգն սկսում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում բարի կեսօր եւ այսպես առաջիկա օրերին կոմբայները կմտնեն Արցախի արտեր բերքահավաքի նախատեսում եմ որ այս տարվա ծորեն գարին նաեւ եգիպտացորեն ավելի շատ կլինեն քան նախորդ տարիներին էին Արցախում գոհ են եւ գյուղատնտեսական եւ հիդրոէլեկտրաէներգիայի եւ հանքարդյունաբերության ընթացիկ ցուցանիշերից հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը հպարտացել թե ակնկալում են որ 2017 թվականը կփակեն երկնիշ 10% գերազանցող տնտեսական աճով։ Արցախին հավատարիմ ներդրողների մի մեծ բանակ կա, որ անկախ սահմանային կրակոցներից տարբեր բիզնես նախաձեռնություններով ուժեղացնում է արցախյան տնտեսությունը, ասել է Արայիկ Հարությունյանը։ Այսօր իդեպ Ստեփանակերտում պատվել են ապրիլյան պատերազմի հերոս մասնակիցներին, քառօրյային վիրավորված 6 զինվոր ավտոմեքենա նվեր է ստացել։ Այլ թեմաների մասին իսլամական պետությունն ստանձնել է Մանչեսթերյան ահաբեկչության պատասխանատվությունը, աշխարհը ցավակցում է Բրիտանիային, միաժամանակ ուշադրությամբ հետևում Սոցիալ-արաբական երկրներում ծավալվող դիվանագիտական պատերազմին։ Ալման-Աման, Էր-Ռիադ, Աբու Դաբին ու Կահիրեն խզել են կապերը Քաթարի հետ, որը վերջերս Թեհրանի հետ հարաբերությունների ակտիվացման կոչեր էր հնչեցրել։ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները ամենայն հավանականությամբ կկայանան այս տարվա աշնանը Պոլսայակոսին, ասել է Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նաև նշել է, որ Ստամբուլի հայ համայնքը ներկայում անցնում է բարդ, սակայն պատմական ժամանակահատվածի միջով եւ կամք է դրսևորում կերտելու իր ապագան իր իսկ ձեռքերով։ Հիշեցնենք Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական էր տվել։ Պատերազմի բեկորները թոթափող Հալեպում աննախադեպ ոգևորությամբ են նշել առաջին հանրապետության 99-րդ տարեդարձը։ 6 տարի շարունակ ռմբակոծվող Սովի ու Ծարավի մատնված քաղաքի հայությունը հավաքվել է Սփյուռքի հայապահպանության գլխավոր դարբնոցում Կարեն Եփե ազգային ճեմարանի բակում, ազգային ու ազգագրական երգերով Հայաստանի ժամանած երգիչների հետ միասին տոնել, ինչպես հալեպահայերն են սիրում ասել, Հայաստանի առաջին անկախության տոնը։ Մարիա Գաբրիելյան ռեպորտաժը պատերազմական Հալեպից։ Ասկային Կարեն Եփե ջեմարանը փամփուշները ու հյուրասանտերը թադարգված գոհորթեր ասկասեր հալեբահայերով, որոնք եկած էին բարձրացնելու Հայաստանի Հանրապետության անկախության 99-րդ տարեդարձի նշումը։ Այսօրվա մեր զգացումները անբացատրելի են, որովհետև գրցանք 6 տարիներ ետ գտնվել մեր Ասկային Կարեն Եփե ջեմարանի շրջապագեն ներս։ Այսօրվա ցերնարգը մարմնացում է 6 տարվա ետ պատերազմի քոյադևելու մեր գամքը։ Սուրի երդասարտական միության անդամներու գոմ է ներկայացված գեղարվեստական հայդակրեն ետ, հայրենիքեն ժամանած, երկիչներ Մագիչն ու Արսեն Գրիգորյանը թնթացուցին ոչ միայն ջեմարանի շրջապագը, այլ է ողջ Նորքյուղը։ Մագիչին եւ Արսենին ներկայությունը այսօր լավագույն մեկնաբանություն է հալեբահայության վճռագամությամբ, դոնը հնարավոր հայրենիք։ Շատ հուզված եմ Հալեբը այսօր հայության համար դարձել է մաքրության կենտրոն։ Ուրախություն գփուրեր ամենուրեք, ավելի քան 2000 հայորդիներ գահստատեին, որ հոգևոր հայրենիք մգաբրի յուրաքանչյուր հալեբահայու հոգվույ մեջ։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանը ոչ միայն աշխարհագրական սահմանն է, այլ նաև բարոյական սահման ունի եւ բարոյական մեծ բերդ ու սահման է Հալեբը։ Հալեբահայությունը հավատարիմ իր 100-ամյա ուխտին վերահաստատեց իր ամբողջական նվիրվածությունը հայրենիքի անկախության տարածությունը ընդլայնելու եւ ողջ Արևմտահայաստանը ընդգրկելու համար ոչ մեկ ջիք խնայելու։ Տոնախմբական շաբաթ էր հալեբահայության համար։ Նույն շաբթվա մեջ 6 տարի հետ վերապացվեցավ Տիգրանյան ամառնային ջաշարան ակումբը ու գրգին եւս նշվեցավ մայիսյան հաղթանակը։ Դոն շնորհավոր հայրենիք։ Մարիա Գաբրիելյան, Բերդ Բողիկյան, Օրագարկ, Հալեբ։ Եվ դարձյալ Մանչեսթերյան ահաբեկչության մասին, որի պատասխանատվությունն ստանձնել է իսլամական պետությունը, ամբողջ աշխարհը ցավակցում է Բրիտանիայի, միաժամանակ ուշադրությամբ հետևում, թե ինչ է կատարվում Սոցիալ-արաբական երկրներում, այնտեղ դիվանագիտական պատերազմ է սկսվել։ Ալման-Աման, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Աբու Դաբին եւ Կայրան խզել են կապերը Քաթարի հետ, որ վերջերս Թեհրանի հետ հարաբերությունների ակտիվացման ակտիվ կոչեր էր հնչեցրել։ Իսլամական պետությունը ստանձնեց Լոնդոնի ահաբեկության պատասխանատվությունը։ Սկոտլանդ Յարդը ձերբակալել է 12 կասկածյալի։ Մինչև այդ էլ փորձագետները վստահ էին։ Բեռնատարով ամբողջի մեջ մխրճվել է նրանց ձեռագիրն է։ Ամբողջ աշխարհը սարսափի մեջ պահելու համար ահաբեկիչներից 8 րոպե պահանջվեց։ 7 զոհերի ընտանիքներին ցավակցում են Ավստրալիայից մինչև Միացյալ Նահանգներ։
Ես խոսել եմ Միացյալ Թագավորության վարչապետի հետ և խոստացել, որ ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն ինչ աջակցելու Մեծ Բրիտանիային և նրա քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց երկիրը և պատժել մեղավորներին։ Արյունահեղությունը պետք է դադարեցվի և այն կդադարեցվի։ Վարչապետ Թերեզա Մեյը հայտնվել է քննադատության թիրախում համացանցի ավելի խիստ վերահսկողություն սահմանելու կոչի համար։ Facebook-ը հայտարարել է, որ թույլ չի տալիս ահաբեկչական կոչեր պարունակող նյութերի հրապարակումը։ Բռնարարքների ֆոնին չի մոռացվել մարդասիրությունը։ Ահաբեկությունների զոհերի հիշատակը հարգելու համար Մանչեստրում տեղի է ունեցել բարեգործական միջոցառում։ Երգել է նաև Արիանա Գրանդեն, որի համերգի ժամանակ տեղի էր ունեցել նախորդ ողբերգությունը։ Չի պակասել նաև ազնվությունը, բռնարարքի ականատեսը վերադարձել է ռեստորան հաշիվը վճարելու և մատուցողներին թեյավճար թողնելու համար։ Երբ ամբողջ աշխարհը միավորվում է ահաբեկության դեմ պայքարելու համար, արաբական աշխարհը նույն պատճառով կապերն է խզում։ Պարսից ծոցի երկրների գործակցության խորհրդի հանդիպումից օրեր անց Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը դադարեցրել են դիվանագիտական շփումը Քաթարի հետ, այդ երկրին մեղադրելով ահաբեկությանը աջակցելու համար։ Քաղաքագետները հակված են կարծելու, որ պատճառը Քաթարի Իրանին աջակցելու կոչն է։ Կընդհատվի հարևանների միջև տրանսպորտային կապը, այդ երկրներում գտնվող քաթարցիներին 2 շաբաթ ժամանակ են տվել հայրենիք վերադառնալու համար։ Դոհան չարդարացված է համարում արաբական 4 պետության որոշումը։ Ի դեպ երկուշաբթի առավոտյան այն արդեն հանգեցրել է նավթի համաշխարհային գնի բարձրացմանը։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել փոխել նախագահի ընտրությունն անցկացնելու կարգը, որ հետո այլ երկրների չմեղադրի դրան միջամտելու համար։ NBC-ի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնի համար կարևոր է արդարությունը, ապա այն պետք է փոխի ընտրական օրենսդրությունը և նախագահի ընտրությունը դարձնի ուղիղ։ Նա կարծում է, որ եթե պետության ղեկավարն ընտրվի ուղիղ գաղտնի քվեարկությամբ, եթե լինի բաց հաշվարկ, ապա կարելի է գործընթացը հեշտությամբ վերահսկել։ Երկու արտակարգ լուրջ Երմուքահաքի գազալցականներից մեկում կեսգիշերն անց պայթյուն է տեղի ունեցել, պարզվել է պայթյունը գազել Մակնիշի մարդատար միկրոավտոբուսի գազաբալոնի լիցքավորման ժամանակ է եղել։ Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսն ու գազալցակայանի սպասասրահի ապակին, տուժածներ չկան։ Սևանա լճում գտել են 3 օր առաջ կորած ձկնորսներից երկրորդի մարմինը նրան ջրից դուրս են բերել ձկնորսները Փամբակ գյուղի մոտակայքում։ Փրկարարները գտել են նավակը, ձկնորսները հունիսի 2-ին դուրս էին եկել Խեցգետնի որսի։ Հարոն Քերրու Ոդիսականը կամ ինչի մասին է պատմում Լեմս վերադարձ գիրքը, հմուտ որսորդի նրա անվրեպ գնդակի ու արկածների մասին պատմող վեպի հերոսը Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում է հաստատվել Արցախյան շարժման տարիներին, հետո կյանքի ու մահվան ճանապարհով ուխտագնացություն կատարել իր ծննդավայր։ Գայանե Թամամյանն է պատմում։ Հրացանները պապայի հիշատակն է, այս մեկը 48 տարվա հրացանա, այս մեկը 30։ Շամխորձի հայտնի որսորդ Հարոն Աղզումանյանը 88-ի գաղթին զենքեր է վերցրել, իսկ որսորդի ոսկե մեդալը չի հասցրել, մնացել է հարազատ Բարում գյուղում։ Կինը արդեն 80-ամյա Հերսիկ տատը հիշում է փեսացում բանակից մի թևանի եկավ, բոլորը դեմ էին, ինքն անդրդվելի, չի փոշմանել։ Եմ ճակատակի, 24-ի փետրվարի 14-ին մանցերսանի։ Հիմա լեգենդի նման են պատմում անվրեպ անվաղ Հարոնդայու մասին, նույնիսկ որսորդության ընկերը։ Ստեր տենիմ ու լավ կրակող է, ստեր սենց արդեն կրակող։ Հարոնդայու մասին մի բան էլ է հայտնի։ Ծնունդով բարումեցի Սիմոն Ծատուրյանը նրան իր Լեմս վերադարձ գրքի հերոսներից մեկի նախատիպ է դարձրել։ Հայրը Հայաստանից եկել են Հայաստան, թուրքերը Հայաստանից գնացել են Հայաստան։ Սա միանշանակ։ Ես հասկանում եմ միտքը։ Մահից առաջ հեղինակն ասել է, վեպը գրել է, որովհետև պարտավոր էր եւ որովհետև երբեք չի մոռացվում կորցրած տունը։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Եվ վերջում ֆուտբոլի ազգային հավաքականի 3-րդ անընդմեջ հաղթանակը գրանցեց մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ 5-0 հաշվով մեր տղաները պարտության մատնեցին Սենթ Քիթս եւ Նևիսին։ Հաղթանակը մեր ֆուտբոլիստները հոգեբանական կարևոր խթան են համարում Մոնտենեգրոյի հետ կարևոր խաղից առաջ։
Հաշիվը խոշոր Մխիթարյանը դուբլի հեղինակ, երկրպագուն գոհ է։ Երկրորդ շունչ առած մարշչի առաջադրանքը կատարած Հայաստանի ընտրանին 5-0 հաշվով է ավարտում խաղը։ Սենթ Քիթս եւ Նևիսի հետ հանդիպման 5 գոլերը խփեցին Ռուսլան Կորյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արտուր Սարգիսովը եւ Արտակ Եդիգարյանը։ Խաղային պրակտիկա, հոգեբանական խնդիրներ, տակտիկական լուծումներ, սրանք էին գլխավոր մարշչի հոգսերն ընկերական խաղում։ Թիմի ավագն ասում է, հոգեբանական առումով կարևոր խաղեր, ավելի վստահ կլինեն Մոնտենեգրոյի դեմ խաղի ժամանակ։ 5-0 հաշիվը ոչինչ չի ասում, քանի որ կային լավ բաներ եւ կային վատ բաներ, շատ փոփոխություններ եղան այսօր, չնայած որ կային ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ էին խաղում, բայց կարծում եմ, որ սա նրանց համար շատ լավ փորձ էր։ Տակտիկական առումով ինձ թվում է, որ տակտիկական առումով այն էր, որ թիմը շատ պաշտպանական էր խաղում, մենք փորձում էինք ազատ զոնաներ գտնել եւ կարողանալ խաղալ, որ առաջ տայմը ավելի լավ ստացվեց ինձ թվում է, քան երկրորդ խաղակեսում։ Ճիշտ է, այսպիսի խաղ չլինի Մոնտենեգրոյի դեմ Մոնտենեգրոյի հետ, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր խաղ է սպասում թե մեզ, թե նրանց։ Հավաքականի 4-րդ գոլի ֆուտբոլիստը, այսպես է Արտուր Սարգիսովին հիշում երկրպագուն։ Արագ եւ դիպուկ, Սարգիսովը խորհրդանշական 4-րդ գնդակն այս անգամ էլ իրենով արեց։ Это просто совпадение. Սա ուղղակի պատահականություն է։ Հետաքրքիր խաղ էր, աշխատեցինք սերտ համագործակցության վրա։ Պատրաստվում ենք Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը, ցույց կտանք մեր խաղը։ Բեշիկթաշում խաղային պրակտիկա չունեցող Արաս Օզբիլիսն ուրախ է կրկին լինել խաղադաշտում։ Չհաջողվեց գոլ խփել, սակայն համագործակցության տեսանկյունից հանդիպումը հաջողված էր։ Կարծում եմ, մենք ռիթմիկ խաղ ցույց տվեցինք, հատկապես ինձ նման խաղացողների համար, ովքեր շատ խաղաժամանակ չեն ստանում։ Դա կարևոր է։ Նաև ուրախալի է, որ առանց վնասվածքների ավարտեցինք հանդիպումը։ Հյուրերը Հայաստանից սրտնեղած չեն հեռանում, փոխարենը արդեն սեփական փորձով են հասկացել, ինչպես է պետք պայքարել Հայաստանի ընտրանու դեմ։ Կարծում եմ Հայաստանի հավաքականի դեմ ճիշտ մարտավարությունը հակագրողներով գոլային պահեր ստեղծելն է։ Այդպիսի խաղով կարող ես հաջողել Հայաստանի դեմ խաղում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ծրագրում է Մոնտենեգրոյի դեմ հարձակողական կազմով հանդես գալ։ Հունիսի 10-ին Պոդգորիցայում կփորձեն հաղթել։ Վերջին շանսը չէ աշխարհի առաջնության ընտրական փուլից դուրս գալու համար, բայց կարևոր 3 միավոր է խմբում առաջ շարժվելու համար։ Եվ տեսեք ինչպիսի նվեր է իմաստանում։ Անի Մեջլումյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Այսքանը մեր հաջորդ հանդիպումը երեկոյան 5-ին է, առայժմ։